Փառք Տիրոջը։ Այսօր ուզում եմ միասին մենք շարունակենք մեր վերստին տնային նյութը, բայց կանգ առնելով մի մասնակի պահի վրա, որը վերնագրել եմ 2-ից 1-ը։ 2-ից 1-ը, չի ասում 2-ից 2-ն էլ։ Ձեզնից ով կուզեր է լինել այդ 2-ից 1-ը։ Ով կուզենա լինել 2-ից 1-ը։ Աշոտն ասում է, բայց որ 1-ը։ Ով որ երկինք է գնալու։ Ով կուզի լինի 2-ից 1-ը։ Նստած եք, նայեք ձեր մենակ աջ կողքի նստողին ենթադրենք։ 2-ից 1-ը, որը կուզեր գնալ։ Հիմա այստեղ կասի, պարզ չէ ես։ Որտեղ այստեղ երկինք գնալու հարց է։ Իսկ եթե ասեն 2-ից 1-ը դժոխք պետք է գնա, ով կուզեր, իհարկե ինքը, չէ՞։ Ուրեմն տեսեք, այստեղ մենք թվաբանական խաղ չանենք, էլի 2-ից 1-ը մտածենք, եթե այրուկին է, անպայման 1-ը պետք է թա։ Հիմի ես գնամ թե ռիփսիկը, բայց 2-ն էլ ուզում ենք գնանք։ Հիմա նայեք, 2-ից 1-ը չի նշանակում հենց մեր հասկացած 2-ից 1-ը։ Թեկուզ կկարդամ մի քիչ հետո։ Ուրեմն Հայդուկյան թղթի վերջին խոսքերում Տեր Հիսուսն ասում էր. ով արդար է, թող ավելի արդարանա։ Ով սուրբ է, թող ավելի սրբանա։ Ով աղտոտ է կամ կեղտոտ է, թող ավելի կեղտոտվի, ով անիրավ է, թող ավելի անիրավանա։ Ահա ես շուտով գալիս եմ ու իմ վարձքերը ինձ հետ են, որպեսզի ամեն մեկին հատուցեմ ըստ իր գործերի։ Ուրեմն տեսեք, երկու տեսակի բաներ ասած. սուրբ, անսուրբ, արդար, անարդար, կեղտոտ, մաքուր, անիրավ, իրավացի։ Հիմա մարդը ամբողջ կյանքում անիրավ է, անբարիշտ է, անարդար է, անսուրբ է, բայց ասում է ես 2-ից 1-ն եմ։ Այդքան էլ քեզ կվերաբերվի այդ խոսքը։ Ասում է լուրջ է պետք վարվել։ Տեր Հիսուսը նախորոք ասում էր 2-ից 1-ը, մեկը կենդանի է, մեկը մեռած։ Դու ունես որին կվերցնես։ Մեկը արթուն է, մեկը քնած։ Մեկը մաքուր է, մեկը կեղտոտ։ Մենք կընտրենք, որ մարդ ենք ընտրում ենք լավը։ Հիսուսն էլ է լավը ընտրում, եւ Հիսուսի ճաշակը ավելի բարձր է մեզանից։ Եվ բծախնդրությունը սրբության նկատմամբ առավել բարձր։ Ինձ մի հարց տվեցին, թե եկեղեցին հենց հարցն է։ Այո, եկեղեցին հենց հարցն է, բայց եկեղեցին, ոչ թե ամեն մեկը ով նստած է եկեղեցու շենքում։ Գիտեք, որ եկեղեցու շենքում լինելը դեռ չի նշանակում լինել եկեղեցում։ Կամ անդամագրվել որևէ եկեղեցում անգամ անուն ազգանոտ որ գրել, դա չի նշանակում դու այդ եկեղեցում ես։ Մի անգամ մենք կանգ առանք, չէ, որ ջրի մկրտությունը համարում են եկեղեցու անդամ, բայց Սուրբ Գիրքն ասում է, մենք նրա հետ մեկ հոգով մկրտվեցինք, մենք բարմին լինելու։ Այսինքն նրա հետ մեկությունն է ցույց տալիս ով եմ ես իրականում, ոչ թե այդ տվյալ համայնքը կամ եկեղեցին, թեկուզ ուղիղ, թեկուզ փոխաբերական իմաստով ինչպես է քեզ ինտեգրում իր մեջ կամ չի ինտեգրում։ Այսինքն շատ կարևոր է, որ դու լինես եկեղեցի եւ ոչ թե կոչվես, լինես հարս եւ ոչ թե կոչվես, թեկուզ կանգ առնանք այդ հարսներից մի մասի վրա, որոնք այդպես էլ մնացին արտաքին խավարում։ Բայց դրանք աշխարհում չէին, նրանք եկեղեցում էին, բայց ոչ եկեղեցում։ Եկեղեցում էին ֆիզիկապես, բայց սրտով ներքուստ եկեղեցում չէին։ Տերն ասած չէ, կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ։ Իսկ ընտրողը Հիսուսն է։ Մենք չենք։ Տերն ասած, երկու հոգի, եթե երկանքի վրա աղալույս լինեն, երկանք երիտասարդները չեն տեսել էլի, բայց մեծահասակները գիտեն ինչ է։ Երկու հատ տենց քարիրա իրար հետ, բազալտից թե ինչից, այսպես պատը տեսնում էին, ցորենը լսում էին, աղում դարձնում էր ծավար կամ արյուր կամ փոխինց, ոբշե մեծևի։ Գիտեք, որ այդ երկանքը մի քիչ ծանր է, մի մարդը դժվարանում է աղալ, որտեղ արագ կհոգնես, մի րոպեից ավել չես կարողանա։ Երկու հոգի նստում էին դեմն դիմաց, ես հիշում եմ, փոքր երեխա ժամանակ հիշում եմ, նստում էին, այսինքն երկու հոգով աղում էին հորքորս ու մերս կամ ինչ որ մեկը հարցներից
Ասում էր երկանքի վրա երկու հոգի աղալիս, մեկը պետք է վերցվի, մեկը թողնվի։ Երկու հոգի որ հանդում լինեն, գնացել եք դաշտ սոխ քախանելու։ Ասում է մեկը պետք է վերցվի, մեկը պետք է մնա։ Երկու հոգի որ անկողնու լինեք քնելու, մեկը կվերցվի, մեկը կմնա։ Այստեղ խնդրի առաջ ենք կանգնում, եթե ուղիղ հասկանանք։ Մենք երկու հոգով տեղ չտանք։ Անպայման ես մեկը պետք է մնա։ Ես իմ տրամաբանությունն եմ ասում, հնարավոր է այդ երկուսն էլ վերցվեն, այն մյուս երկուսն էլ մնան։ Բայց մեծ մասշտաբով որ վերցնենք, կարծես թե 50% նշանակում։ Ինչի Քրիստոսի հետևից եկողների 50%-ը կարող են չլինել հենց այն հարսը, որի մասին փափագում էին, աղոթում էին ու սպասում էին, հնարավոր է որ այո։ Ինչու՞։ Որովհետև նրանց մոտեցումները տարբեր էին իրարից։ Երկանքի վրա աղալուց նույն գործն էին անում երկուսն էլ։ Տարբերություն չկար։ Նրանց տարբերությունը ներքուստ էր, ոչ թե արտաքուստ։ Արտաքինով նման էին իրար, ներսն էր տարբեր։ Հանդում մարդիկ որ աշխատում էին, երկուսն էլ նույնն էին, նույն գործն էին անում, բայց ներսից էին տարբեր։ Անկողն մարդը պարկե քնում ես էլի, մի քնելու մեջ էլ որակով ու անորակ կա։ Երկուսից մեկը վերցվեց։ Նրանք ներքուստ էին տարբեր։ Մեկը պատրաստ էր, մեկը այսքիլ գոյություն չուներ կարծես։ Հիմա ինչ անենք մենք։ Ուրեմն մարդը կարող է լինել դրսից հավատացյալ, ներսից ոչ։ Իսկ Տերը ասում է, Տերը սրտին է նայում եւ ոչ թե արտաքինին։ Երբ որ Սամուելը եկավ Հեսեի որդիներից մեկին թագավոր օծելու, դեսկպից են մեծ աղբերն եկավ մյուսները բերեց, ինչ է երթով Սամուել առաջ Տերն ասում էր, չէ, էսել չէ, բրծան տղեկա։ Ասես էլ տղա չկա, ասես մի հատ էլ կա դաշտում է, ոչխար արածրացնում, ասես կանչեք իրան։ Երբ որ կանչեցին եկավ, Տերն ասաց, սա է։ Եվ Սամուելը նրան օծեց որպես Իսրայելի թագավոր։ Եվ այդտեղ ասում որ Տերը դուք մարդիկդ արտաքինին եք նայում, բայց ես Տերս մարդկանց սրտին եմ նայում։ Ուրեմն սրտին նայելու դեպքում մենք մարդի ներսն ենք տեսնում, նրա պարունակությունն ենք տեսնում, բովանդակությունն ենք տեսնում։ Դրսին նայողը մենակ արտաքինն է տեսում։ Հնարավոր է որ մարդը արտաքուստ լինի շատ բարեպաշտ, երևա ավելի շուտ բարեպաշտ, բայց ներքուստ չլինի այդպես։ Որի պատճառով էլ Տերը հանդիմանում էր, չէ, փարիսեցիներին, դպիրներին, օրենսգետներին, սադուկեցիներին, ասում էր դուք դրսից եք երևում մարդկանց, բայց ձեր ներսը լի է անդիրավությամբ, ձեր ներսը լի է մեռելների ոսկորներով, որովհետև դուք սպիտակեցված գերեզմանների եք նմանվում։ Մի հավակնեք ասել թե մենք Աբրահամի որդիներ ենք, որովհետև Աստված քարերից էլ կարող է Աբրահամի որդիները դուրս բերել։ Հովհաննես Մկրտիչը անգամ ասում էր իժերի ծնունդներ, ով ձեր սովորեցրեց փախչել գարիք բարկությունից, բայց ասում էր հрьяաներին։ Ինչու էր այսպես խիստ։ Տերնիկն էլ նույն ձևով վարվեց, ասեց իժերի ծնունդներ։ Այսինքն ուզում էր ասել մարդիկ կան, որոնք ծնված են Աստծուց, մարդիկ կան, որոնք ծնված են այս աշխարհի իշխանից, կամ սովորական առաջին Ադամից, որ առաջին Ադամը չմնաց Աստծո որդի։ Առաջին Ադամը վրիպեց։ Երկրորդ Ադամը եկավ առաջին Ադամի սխալներն ուղղելու եւ առաջին Ադամին ասպարեզից իսպառ հանելու։ Ինքը հանդես գալու որպես իսկական Ադամ, ով կտանի մարդուն դեպի Աստծո թագավորություն, կտանի դեպի Աստծո գիրք, կտանի դեպի Աստծո անսահմանություն, Աստծո սիրո, քաղցրության, խաղաղության, երջանկության, անվախճան թագավորությունը։ Այն թագավորությունը, որ արդարություն է, խաղաղություն է եւ ուրախություն Սուրբ Հոգիով։ Իսկ ոմանք կմնան արտաքին խավարում։ Ուրեմն ես մեկի Աստվածաշունչը վերցեցի շատ վաղուց էր էլի, բացեցի հենց առաջի այդ կազմի վրա ներսից։ Մի հատ երկտող կար գրված, բայց շատ դուրս եկավ։ Ես օրինակ չեմ սիրում Աստվածաշունչի վրա նշումներ անել, բայց այդ նշումն ասեցի ես մեկը արժերը որ արել են։ Գիտեք ինչ էր գրված։ Ասում է կամ այս գիրքը քեզ հերրու կպահի մեղքից, կամ մեղքը քեզ հերրու կպահի այս գրքից։ Հիմա նրանք ովքեր որ այս գրքի հետ են կապված, հերրու են մնում մեղքից։ Ովքեր որ մեղքի հետ են կապված, հերրու են մնում այս գրքից։ Ճիշտ է թե ոչ։ Այո։ Իսկ դուք որքանով եք կապված այս գրքի հետ, որը ձեզ հերրու է պահում մեղքից։
Եթե դուք չկապվեք գրքի հետ, չեք իմանա ինչ է մեղքը։ Կամ արդյոք ինձ արարքը, այս վերաբերմունքը ճիշտ էր, քրիստոնյա վայել էր, Աստվածահաճո էր։ Մենք ապրենք մեր ուզածի պես, կթվա թե մենք Աստծուն հաճելի ենք, բայց հանկարծ այդպես կարող է չլինել։ Ուրեմն կամ մենք մեր կյանքից կհանենք Աստծո խոսքը, կմնա մենակ մերը, կամ մենք ամբողջապես կհանենք մեզնից մերը, կմնա մենակ Աստծո խոսքը։ Որը անենք։ Որքան շուտ մենք դատարկվենք մեզնից, այդքան ավելի շուտ կլեցվենք Աստծո Սուրբ Հոգով եւ Աստծո պարունակությամբ։ Հիմա տեսեք, այստեղ մի բաժակ է դրված իմ առաջ։ Մեջը ջուր է։ Երեխեքը պրոշի տեղել չեն թողել, այնպես լիքնելցի։ Նայեք, մի փոքր տեղ կա։ Եթե ես ուզենամ այս բաժակի մեջ մի որևէ բան լցնեմ, մեղր։ Գիտեք, որ մեղրը ծանր է ջրից։ Ես ծորալով լցնեմ, ինչքան կարամ լցնեմ։ Այսքան։ Այսքանից ավել չեմ կարողանա, որովհետև տեղ չկա։ Եթե շարունակեմ լցնել, մեղրը կլցվի սրա մեջ, ջուրը կհանի կթափի։ Եթե լցնենք մինչև վերջ, ես իրից ոչինչ չի մնա, բոլորը կանի կթափվի, կմնա մենակ մեղրը։ Մենք պետք է մեզանից դատարկվենք, որպեսզի Աստվածայինը մեր մեջ լցվի։ Երկուսը միասին չի կարող լինել։ Տեր Հիսուսն ասաց, չի կարող լինել։ Լույսը խավարի հետ կապ չունի։ Քրիստոս Բելյարի հետ կապ չունի։ Ճշմարտությունը անիրավության հետ կապ չունի։ Դուք կամ, մենք կամ ենք կամենենք։ Կամ դերևս չենք հասունացել դառնալու լիարժեք կատարյալ 1-ին 100, բայց սկսում է մեկը 1-ից մինչև մեկը 30, մեկը 60, մեկը 100։ Այսինքն աճ կա, ընթացք կա։ Վերստին ծնված մարդու մեջ կա աճ եւ ընթացք։ Իսկ չվերածնված մարդու մեջ, եւ որ ասում անամ սերավնո, նրանց համար մեկը։ Հիմա շատ եկեղեցիներ, եթե մենք վերցնենք սկսած կաթոլիկ եկեղեցիուց, Ճիսական եկեղեցիներ, էլ չթվարկեմ անունները, որ չլի մենք ասում ենք վարկաբեկել, կանք հասնենք հոգեգալստական, հետո կանք ավետարանական, հետո խարիզմատիկ, հետո ուզում եք գմտեք գերմայա, լութերական, պապական, չգիտեմ ինչական։ Բոլոր եկեղեցիները ինչ որ չափով ունեն իրենց վարդապետության մեջ Աստվածայինին խառնած մարդկային։ Բայց նայած որ եկեղեցում ինչ չափով։ Եկեղեցիները կան, որ գրեթե բան չկա։ Տոկոսով չասեմ, բայց որ նայես ոչ մի բան չկա ավետարանից ճշմարտությունից, կամ մենակ ծիսական բաներ, գմբեթներ, ոսկեզոծ պատեր, սեղաններ, ոսկեզոծ շորեր, կրոնական ծեսեր, գերեզմանոցային ու չգիտեմ որտեղի, որը ոչ մի ընդհանուր աղերս չունի Աստվածաշնչի հետ։ Կամ որ մի քիչ կա, սրա նման մի քիչ տեղ կա, կամ որ մի քիչ ավելի շատ է, կամ որ էլ ավելի շատ է։ Որքան մենք մոտ ենք Աստծո խոսքի ճշմարտությանը, այնքան մեզանից դատարկվում է մարդկայինը, ավանդականը, Աստվածաշնչյան հիմնավորում չունեցող բոլոր խնդիրները։ Մենք կսկենք գալ իրականությանը, բայց հիշեք, մարմնավորը միշտ կհալածի հոգևորին։ Այսպես է եղել, ինչպես որ Իսմայելը հալածում էր Իսահակին, մարմնի կողմանե որդին հալածում էր խոստման որդուն։ Այդպես իսկական եկեղեցի, այս աշխարհը Նաև բոլոր կրոնական ծիսական եկեղեցիները ձեզ կհալածեն, կհալածի մարմնավորը հոգևորին։ Սա ճշմարտություն է, բայց Աստված մի օր կասի, հեռացրու մարմնավորին, հեռացրու Իսմայելին, նա իմ Իսահակի հետ ժառանգություն չունի։ Հասկանալի է, որ կգային օրը, որ Աստված կզատի երկուսի, ինչպես Աստված Իսմայելին ու Իսահակին զատեց երկու մասի։ Ասեց, սա իմ որդու հետ կապ չունի, ժառանգություն բաժին չունի, դուրս ան։ Եվ Աբրահամը տվեց Հագարի գիրկը ու դուրս անեց, չէ՞։ Դժվար բաներ, դաժան բաներ կարծես, բայց սա ճշմարտություններ եւ սա Աստված ուզեց որ անեն։ Ուրեմն ոմանք կարող են վանք շինել, բայց ոչ եկեղեցի։ Գիտեք, մարդիկ մետանք դեռ եկեղեցի շինենք, եկեղեցի չես շինի, դու վանք կարող ես սարքես։ Գիտեք, մեր հայ ազգը վանք սարքելու վարպետ է եղել։ Որտեղ գնացել է լիքը վանքեր են սարքել, դե որպես աղոթքի կենտրոն, իրենց հավաքույթի տեղ, ես բան չեմ ասելու, վանքն էլ էս շենքին ման մի հատ տեղ է, որտեղ մարդիկ հավաքվեն աղոթք անելու։ Խնդիրը դրանում չէ, բայց երբ որ այդ վանքի մեջ վանքից բացի ոչինչ չի լինում, որ մարդը գալիս է այդ վանք ու Քրիստոսի մասին ոչ մի ճանաչողություն չի ստանում, դա մնաց ընդհանրապես որպես շենք։ Եվ գիտեք,
անին, մեր հայկական անին, որ կա, կոչվել է 1000-ումի եկեղեցիների քաղաք։ 1000-ումի եկեղեցիների քաղաք է կոչվել։ Հիմնահատակ ավերվեց հողի նամասարվելով։ Ոչ մի բան չմնաց այդ եկեղեցիներից։ Եկեղեցի կոչվածներից։ Եվ ես այս մասին էի մտածում առավոտ, ասում եմ, փաստորեն ինչպես աշակերտները մոտեցան, ասացին Տեր, դες ինչ գեղեցիկ շինություն է։ Հիսուսն ասաց, ճշմարիտ եմ ասում, քարի վրա պիտի չմնա, որ չքանդվի։ Հայկն էլ անցած անգամ շատ բացատրեց այդ մասին։ Իսկ Հիսուսը իր եկեղեցու մասին ուրիշ բաներ ասում էր։ Ես իմ եկեղեցին պիտի կառուցեմ ժայռի վրա եւ դժոխքի դռները չպիտի կարողանան հաղթարել այն։ Եվ այն եկեղեցիները, որոնք քանդվում են երկրաշարժից, տարբերեցակի հողմերից, քամիներից, ռումբերից, որովհետեւ դրանք եկեղեցի ինչ են, դրանք ընդհանրապես շինություններ են։ Իսկ Աստված իր եկեղեցին շինում է, ասում է, եւ մենք այդ հիմքի վրա, որ Քրիստոսն է, կառուցվում ենք, որ կենթանի քարերի պես, որպես մի կենթանի կառույց։ Սա է իսկական եկեղեցին։ Իսկ դու այդ եկեղեցու, այդ շինության մեջ դրված քարերից որևէ մեկն ես թե ոչ։ Մի եղի կարնեզի քար, բայց եղի գոնե հիմքի քար։ Եղի վերևի որևէ քար։ Եղի մի հատ խիբար այդ եկեղեցում, բայց եղի այդ եկեղեցում։ Բայց եթե ոչ, այդ արհեստական բաները, որ մենք տալիս ենք, դա դեռ չի նշանակում, որ դու եկեղեցի ես։ Երեք Եստերի հետ մի բան պատմեց, մի քիչ ծիծաղեցինք, իր փոքր աղջիկը նոր լեզու է առել, ոչ ես էլ ասում ինչ ա խոսում։ Բլ երկու բառ դե ջոգես թե ինչ ա։ Ասում է խոսում էր, ուզում էր եկեղեցի ասել, մոռացել էր այդ բառը։ Հա, ասեց մաման, որ ուզում էր ասել, ասեց Հիսուսի զալը։ Մի քիչ ծիծաղեցինք, ասինք այո, իսկապես, եթե եկեղեցին մենք նկատի ունենք էս Հիսուսի զալ կարելի է ասել շատ նման է, բայց ոչ եկեղեցի։ Համաձայն եք ինձ հետ։ Շատ բարի։ Ուրեմն նոր կտակարանում, եթե նայենք հինը թողնենք լա, նոր կտակարանում Տեր Հիսուսի խոսքերը կարդում ենք 4 ավետարաններում, կարդում ենք առաքելական ուղերձները, ընդհանրական թղթերը, հայտության գիրքը եւ տեսնում ենք լեփ լեցուն են, ինչերով, զգուշացումներով, սպառնալիքներով եւ ամեն տեսակի մարմնավոր երևույթների դատապարտություններով։ Զգուշացումներ, սպառնալիքներ եւ մարմնավորության դատապարտում։ Այսինքն սա կարևոր բան է, բայց ինչու է այսպես անում։ Ում է ուղղված նոր կտակարանը։ Նոր կտակարանը ոմանք մտածում են ուղղված է աշխարհին, բայց կասեն ոչ, նոր կտակարանը ուղղված է հավատացյալներին։ Աշխարհից էլ կան հարցեր շոշափվող նոր կտակարանում, բայց խոսքը ուղղված չէ այս աշխարհի ամբարիշտ մարդկանց, ուղղված է քեզ եւ ինձ։ Գրված է եկեղեցիներին, սուրբերին, եղբայրներին, հավատացյալներին։ Պողոս Արաքյալն ասում է. սիրելիներ, սուրբեր, եղբայրներ։ Այսինքն խոսքը ուղղված է քեզ եւ ինձ, որովհետեւ մենք այնտեղից վերցնենք այն, ինչ որ Աստծո կամքն է։ Իսկ աշխարհին սա պետք էլ չի։ Եթե նա չընդունի Քրիստոսին, չզգա դրա կարիքը, չի էլ կարդա։ Կամ եկը կարող է կարդա աթեիստ, նրա միջից բաներ գտնի, որ հակադրվի քեզ։ Բայց որպես կյանքի խոսք կկարդա վերածնված մարդը, ինչպես որպես կյանքի շատ անհրաժեշտ մաս մայրական կաթը, մենակ ծնված երեխան է փափագում, չէ՞, գցվում է այդ կաթին։ Իսկ չծնված մարդը ոչինչ էլ չի ուտի, ոչ էլ կարիք ունի դրա, որովհետև ինքը դեռ կյանք չունի իր մեջ։ Ինչու են այսքան շատ սպառնալիքներ, ինչպես ասացի, զգուշացումներ եւ դատապարտություններ։ Ես այստեղ մի 3 մասի եմ բաժանել։ Մեկը կարող է 20 մասի բաժանել, այդ չի խնդիրը։ 3 հիմնական մասերը, որոնց վրա կուզենամ կանգ առնել։ Առաջինը, որպեսզի բացահայտվի կեղծ հավատքը։ Այսինքն կեղծը ճշմարիտից բացահայտվի։ Եթե դուք ուզում եք, որպեսզի ճիշտը սխալից զանազանենք, էսա, որպեսզի սրանով զանազանվի, ուրիշ զանազանության միջոց գոյություն չունի։ Եթե մեկը կասի հայտնության, մարգարեությամբ, դա էլ օժանդակ ուղեցույց է, բայց ոչ սրան հակառակ։ Հասկանալի է։ Ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Առաջինը, ճիշտը սխալից զանազանելու համար, ինչպես Հովհաննես Առաքյալն ասում էր, կանգ առանք, նրանք ովքեր մեզանից ելան, բայց մեզանից չէին, որովհետև մեր մեջ չմնացին։ Մեզանից չէին։ Նույնիսկ դեռ անգամ չարի որդիները համարում շատ շատերին։ Դիոտրեպեսին մյուսին ասում էր, նրանք մեծ չարի պատճառեցին, վնաս պատճառեցին, հոգս պատճառեցին, դժվարություն պատճառեցին, բաժանումներ բերեցին, հասկանալ, մոլորություններ բերեցին։ Սրանք մարդիկ են, որոնք ծնվում են այս ներսից մեծամասամբ,
ու վնասում են հենց ներսին։ Հիմա ես մի օրինակ եմ ուզում բերել, մի քիչ ինձ ներող կլնեք, որ համակարգիչի վրա կբերեմ, կարող է ոմանց համար մի քիչ անհասկանալի լինի, բայց ոչինչ էլի, փորձեք ըմբռնել։ Ուրեմն որ համակարգիչ մենք առանք, ասեցին պետք է նաև մեջը անտիվիրուս սկսվի։ Անտիվիրուսը ծրագիր է, որ քո համակարգիչի պաշտպանությունն է ապահովում, էլի, որտեղ ինտերնետում լիքը վիրուսներ կան։ Այդ վիրուսները գալիս մտնում են քո համակարգիչ, որպես ծրագիր են ներկայանում, որպես մի հատ գովազ ռեկլամ է ներկայանում, հենց բացեցիր մտնում է վիրուսը, ուսում ամբողջ կոմպյուտերը դավիրել։ Անտիվիրուսը պաշտպանիչ դեր է կատարում։ Դիժուրնին է քո համակարգիչի։ Մենք ունենք դիժուրնի մեր մեջ, որ մեզ պաշտպանի արտաքին եւ ներքին վիրուսներից։ Դա Աստծո խոսքն է եւ Սուրբ Հոգին։ Եթե մենք կապված չլինենք Աստծո խոսքի հետ, եթե չկապված չլինենք Սուրբ Հոգու առաջնորդության հետ, մենք հեշտ եւ արագ կվնասվենք տարբեր տեսակի վիրուսներից։ Ուրեմն ես որ նոր ստեցի համակարգիչի հետ մի քիչ գործ ունենալ, ասենք դասում մի բան է տպում կամ աշխատում, հետո որ ուզում եի անջատեմ, անգլերեն բաներ գրում։ Ես էլ անգլերեն, вообще գաղափար չունեմ անգլերենից։ Ինչ որ բան է գրում, որ չեմ ասում, կգրած է yes no։ Մի ես սխմեմ թե no։ Մտածում ասի թե ես այոն է նշանակում, այոն ավելի հարմար բառ է։ Սխմ էի այո, կորավ։ Հրաշ ինչ եղավ ես դրա վրա։ Մեզ համ աշխատելի։ Որտեվ դու չէ հասկացար ինչ էր ասում, այնտեղ ասում է, այս աշխատանքը որ դու արես ջնջեմ, թե պահեմ։ Ես ասի այո, ինքը պրտես ջնջեց։ Այսինքն եթե դու ասում ես այո, մենք լայից առաջ հասկացի, ինչ ես ասում այո։ Մյուս անգամ էլ այտենց գործ է, նորից եկա փակից, ես no, ասյանց անգամ ես սխմեցի, սխալ էր, գրեմ no, իրի ջնջեց։ Այս անգամ ինչ էր, հետո որ երեխեքը բացատին ասի, պա, այս անգամ էլ ասում է, էսի պահեմ, մտապահեմ թե չէ, դու ասել ես no։ Ինը պետք է ջնջել է։ Հիմա սիրել իմ քույր եղբայր։ Նստած եք, մի կարող է այսօր ես եմ քարոզում, վաղը մի ուրիշ մարդ կգա դրսից քարոզ, կան քարոզությունը սիրում են, էլի, որ դու անպայման արձագանքեք, ասեք այո, ամեն, ալելույա, yes, ամեն, ամեն։ Լավ որ քանի չեք լսել, ես իսկ գիտեմ, թե չեմ ամեն շատ սիրում, որ դուք չեք տարվում այդ մանդերով։ Դուք պետք է լսեք նոր ասեք այո կամ ոչ։ Պետք է չեմ վերջացրել իմ խոսքը ասում ամեն, այո, դու այ սիրելի իմ հատկապես քույրի։ Դու ես չեմ վերջացրել, ինչ ես ասում ամեն այո, դու ինչ ես ինչ եմ ասում։ Եղել անգամ ուրիշ եկես ինձ խանգարել են, որ ասում ամեն խանգարում են, չեն թողում մտածեմ կենտրոնանա։ Մի ասեք ամեն այո, եթե դու չես հասկացել ինչ է ասում նա։ Այդ նույն հիշեք, այդ որ պատմեցի, որ ես, չլսեցի, ջնջվեց ամբողջը։ No, էլի ջնջվեց ամբողջը։ Աղոթում են։ Աղոթի ժամանակ, եթե դուք չեք հասկանում աղոթքը, չեք լսել, մի ասեք ամեն։ Լավ դուք փորձեք խմբակային աղոթում են, մարդը մեկ աղոթք է վերցնում, աղոթում է, չես լսում։ Դու քո աղոթքով ես զբաղված, կամ հոգով աղոթում ես դու։ Վերջում վերջացին ասին ամեն, ամեն։ Ինչի ասեցիր ամեն։ Դու լսեցիր ինչ ասեց ինքը։ Մարդիկ կան աղոթքի մեջ այնքան դատարկ բաներ կարող է դուրս տան, որ ոչ թե մենակ ամեն չասել, այդ մարդին ասես ախպեր, աղոթքից առաջ մի հատ մտածի թե ինչ ես աղոթում։ Հասկանալի է։ Ուրեմն ես էլի ես տարիներ առաջ պատմել եմ, ես իրական պատմություն, եղբայրական հավաքույթ էր, աղոթքի ժամանակ դե աղոթում ենք, մենք ամեն մեկս մի եղբայր բարձրաձայն աղոթք վերցից ու սկսեց մարգարեություն անել։ Սիրուն բաներ ասում, մրճակում էր, ես ուսում մնացի, լռեցի։ Ասի ես լսեմ։ Եթե ենթադրենք Տերն է խոսում, ես էլ հետն եմ խոսում, բայց ո՞վ պետք է լսի։ Ուրեմն ես լսեմ։ Լսեցի, լավ բաներ էր ասում, ասեց, եկա միտեղ մի հատ վրիպում արեց։ Մեջ բերեց ավետարանից, որ եւ քանզի ոսկին է որ կսրբացնի տաճարը։ Ասի սպասի։ Ստոպ։ Ես ինչքան գիտեմ, տաճարն է որ կսրբացնի ոսկին։ Ասի որ առաջ չմնեմ մարդ եմ էլի կարող հանգարց իմ միտքն է ինձ շփոթում։ Գրպանս էլ ավետարան կտակարանը հանեցի, աղոթքի ժամանակ բացեցի Մատթեոս 23-րդ գլուխը, տեսա որ չէ, ես ճիշտ եմ։
Տաճարն է, որ կսրբացնի ոսկին։ Սիրուն վերջացրեց մարգարեությունը, փառահեղելա, բաներ անում էր, վայելում էր այդ միջավայրի բանը, այսպես օրհնությունը։ Ես ասի պետք է բարձրատեն ասեմ, ասի մարգարեությունը Տիրոջից չէր։ Այդ մարգարեն շշմով, ասեց ոնց Տիրոջից չէր։ Ասի Տիրոջից չէր, որտեղ բացատրեմ ինչի, որովհետև ավետարանի խոսք բերեց, ավետարանի ճշմարտություն չկար մեջը։ Ինքը թարս ասեց։ Հավաքից հետո եկավ ետի գտավ ինձ, ըսկեց նեղացել էր, շատ էր վիրավորվի։ Ախպեր, դու չես հասկանում, նկատի ունեի ես, որ ասի դու բայց դու ես ով ենք մենք որ բան նկատի ունենանք։ Դու մեջ բերում ես Աստվածաշնչից, կարող է մարդ ես վրիպես էլի, երբ որ ես քարոզեմ մի հատ վրիպեմ, խոսքը սխալ ասեմ, մարդ եմ վրիպեցի, բայց դու մարգարեանում ես, խոսում ես Աստծո անունից, Աստծո հեղինակությունից, Աստված չի կարող սխալվել։ Նեղացան, անցավ գնաց տարիներ։ Մի օր քո հետ էի, որ շուկայում հանդիպեցինք այդ եղբորը թե մենակ էի, լավ չեմ հիշում։ Տեսա իրան խմած, սենց գլորվում էր սենց։ Ես խմածների հետ հեչ հավես չունեմ։ Յան տվի ասի հավեսս չի գալիս, ես մարդու հետ որ ես ինչ խոսամ։ Որ ինձ տեսավ ցենտվեց, ախպեր էլա մի րոպե սպասի լա։ Կայնա։ Եկավ ախպեր ջան, Հիսուսից ինչ խաբար կա։ Ահա, ասի, ես են մարգարեն էր, որ ամբիոներ էր զբաղեցնում։ Եկավ հիմա ինձ ասում է Հիսուսից ինչ խաբար կա։ Էլ քեզ ինչ ասեմ, ինչ խաբար կա։ Հիմա նայեք տեսեք, մարդը ինչ որ մի բան էր անում, կողքից հրապուրված ասում են ամեն, բայց դրա մեջ կար վիրուս։ Որտեղից այդ վիրուսը հայտնաբերվեց Աստծո խոսքով, անցավ սրա անալիզով, ու տեսա որ մի բառ սխալ, մի տառ էլ պետք է սխալ չլինի։ Բառ չէ, տառն էլ պետք է սխալ չլինի։ Եթե Տերն է խոսում։ Բայց եթե դու բան ես բացատրում, մարդ ես, հնարավոր է վրիպես, հնարավոր է այդպես անգիր չհիշես, մի քիչ կան մարդիկ, մոտավորապես մի բան ասում են, դա էլ լավ չէ։ Դրա մեջ էլ պետք է մենք հղկվենք։ Բայց սա նման չէ իմ ասած մյուսին։ Երկրորդ նպատակը վերստին ծնվածը, հիշում եք, անցած անգամ էլ կանգ առանք, որ ազատված է դատապարտությունից, ինչպես Տերն ասաց, դուք մահվանից կյանքի անցաք, բայց ազատ չէ դաստիարակությունից։ Երեխան ծնվել է ձեր ընտանիքում, շատ լավ է, անուշ, քաղցր, բայց նա դաստիարակության կարիք ունի։ Ձեր ընտանիքի անդամն է, ձեր գենը իր մեջ է, ձեր նմանությունը իր մեջ է։ Ուրախանում եք նրանով, սիրում եք, լգստում եք, լավ եք անում, բայց պետք է դաստիարակվի։ Երեխին ո՞նց են դաստիարակում, մենակ շոյելով։ Ես մենակ շոյելով դաստիարակեցիք, դա չի ստանա դաստիարակ։ Հայկը խոսում էր ծեծի մասին, Հայկին ես շատ եմ ծեծի։ Որտեւ չծեծել հնարավոր չէր։ Բայց մի դարել է քարոզիչ, վատ է եղել։ Հիմա կարող է դառնալ մի հատ ամբարիշտ։ Այսինքն, բաներ կան, որ դու պետք է նրան ցավել պատճառես, որ ցույց տաս, թե ինչքան վատ բան է ցավը, բայց ավելի մեծ ցավ կա կյանքում սпасող, որից դու չես կարողանա վրիպել, եթե ճիշտ չմեծանաս։ Դրա համար ես հիշում եմ մեր հարազատներից էլի, Ռիփսիկի հարազատներից։ Երեխին բանը մի հատ կթցնես, բաժակին խփեմ, այդ երեխին սուես կթցնել, մի օր էլ վերցես կթցրես, մի հատ էլ երեխին կթցրես։ Մի այնեցա կթցնում, ամբողջ ազգով տոմով չեն կարողանում դրա ծերից խլեն, էլ վերականգնողական կենտրոններ էլ եսին որտե ասես, ինչ ասես անում են չեն կարողանում այդ մարդին ալկոհոլից ազատել։ Դա նրա պատճառով էր, որ այն փոքրուց դուք որ գովաբանում էիք այդ սպիրտ կոչվածը, հետո դարձավ չարիք։ Նոր Հայկը ախպերս մի բան պատմեց իր այդ կատարված, Հայկի ծերը որ մեկ քիչ վնասվածք ունի, ասում է մի քանի բաժակ քցեցինք, Տիրոջ ձայնը ես լսացի այն ժամանակ էլ որ դուք վթարի ենթարկվես, չլսացի, գնացի ու վթարի ենթարկվեցինք, լավ որ սահմանացինք, լավ էր։ Ինչն էր պատճառը։ Որ դու նշանակություն չես տալիս դրան, մանրուք ես համարում։ Շարից փորձանքից հեռու, շարը փորձանքը գցում ես փորդ, ու եթում ես։ Փորձանքն եկավ։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ ոմանք, այդ երկուսից մեկը, որ ասում ենք, կենթանությունից կյանքի անցած են, բուրմունք են կենթանությունից կյանքի անցած, ոմանք բուրմունք են մահվանից դեպի մահ։ Այսինքն
հոտ կենթանությունից կյանքի, հոտ մահվանից մահ։ Այսինքն կենթանությունից կյանք նշանակում է երկնքի թագավորությունը սկսվում է այստեղից։ Այդպես չասած Տերը, երկնքի թագավորությունը դրսևանց չի երևում։ Եվ չես կարող ասել այստեղ է կամ այնտեղ, երկնքի արքայությունը ձեր մեջ է ու ձեր ներսիդին։ Երբ որ մենք վերածնվում ենք, մեր մեջ ծնվում է Աստծո թագավորությունը, մանանեխի հատիչափ փոքր, բայց այն պետք է աճի ու բերի իր բերքը, իր արդյունքը։ Եվ մինչև մենք մտնենք իրական թագավորության եւ կյանքի մեջ։ Ոմանք այստեղից սկսում են մահ, դժողքը սկսում է այստեղից, մինի դժողքը սկսում է այստեղից, մինչև ասում է մեգա դժողքը, որտեղ իրականում սպասում է բերան լայն բացած այդպեսի մարդկանց։ Այդ երկուսից մեկի մասին է խոսքը։ Քո մեջ սկիզբը առել կյանքը, եւ այդ կյանքը պիտի բերի կյանքի պտուղ։ Եթե ոչ, մահվան պտուղը ոչինչ չանես կգա։ Երբ որ մտնում եք ջուր լողանալու, ջրի երեսին մնալու համար դուք ինչ-որ բան պետք է անեք։ Լողանակ էլի, մի գործալող կտաս, սպորտալող կտաս, ինչ ցկալող, բայց պետք է լող տաս։ Բայց որ հանգարց ծերները ծալեցիր, հանձնվեցիր, շկելը պատրաստ է։ Ոչ մեկը չի սովորում խեղդվել։ Խեղդվելու համար սովորել պետք չէ։ Արխային եղեք, կխեղդվեք։ Առանց ջանքի, բայց ապրելու համար դուք պետք է պայքարեք։ Հոգևոր կյանքն էլ է այսպես։ Մարդիկ ոչինչ շանելը ուզում են երկինք գնան, չէ։ Ոչինչ շանել արդեն խոսում է, որ քո մեջ բացակայում է կյանքի գործոնը։ Գուցե կասկածելի է քո վերստին ծնունդը, որ դու անհանգիստ չես սխալի հանդեպ ու դրա նկատմամբ վախ չունես, որ դրանից ազատվես։ Ուրեմն նոր կտակարանի զգուշացումները գործում է որպես, հիմա ես մի օրինակ բերեմ, այստեղ ես նշել եմ 3 կետ, սահման, արգելակ, ուղղություն, որ պարզ դառնա օրինակը բերեմ ավտոմեքենայի վրա, վարորդները շատ լավ կհասկանան։ Մենք գիտենք, որ կա կանոնադրություն, չէ, վարորդների, այդ երթևեկության կանոնները, ապրես։ Երթևեկության կանոնները իրենց մեջ ունեն մի քանի գույներ ու նշաններ։ Կարմիր նշաններ կան, որոնք կոչվում են արգելակող նշաններ։ Իմը դեմատ կալոր կարմիր գիծա, մեջները սենց հորիզոնական բանակահված նշանակում է, այստեղ կանգառն արգելում է, կամ մուտքը արգելվում է, կամ կանգառ արգելող նշաններ, կամ կայանել արգելող նշաններ, կամ տեղեր կա, որ գծեր կան, դու պիտի չխախտես, կետագծերը կա, կարաս անցնես, հոծ գծը չանցնես, վերջը սրանք տեղեր կա կապույտ տարերով բաներ ա գրված, սլակներ, մլակներ, այսպես դրանք ուղղորդող նշաններ են։ Այսինքն, եթե մենք այդ նշանները արհամարենք կամ չիմանանք, մենք ենթարկվենք վթարի։ Դրանք կարևոր բաներ են։ Մեկի համար կանաչ լույսը ազատ քշելու միջոց է, մեկի համար էլ այս կարմիրն է կակրած քշելու, որտեղ ինքը աղա տղա է։ Երկու տղա խփին իրար, մեջտեղ գիտեք ով եղավ աղան։ Աղան եղավ են ընդերքի իշխանը, որ մարդից բերեց, հասրեց, անգրագետին տվեցին ռույլ, ասեցին դեռ քշի։ Այսօր գիտեք, որ վարորդների մեծ մասը, ես էլ եմ մեկ ես կիսա գրագետ եմ, կան լրիվ անգրագետ, ելնում են հոկտեմբերյան իրիկուն ով որ կարա ավտո քշի ու ավարյա չտա, դուք այսպես վարորդ եք։ Երևանում ավելի հեշտ կքշես, քան թե հոկտեմբերյանում։ Որտեղ ով քշում է, ոնց ուզում է, որտեղ ուզում թեքում է, որտեղ ուզում կայնում է, մեջտեղ կանի, լույսեր եք վառենք, թողենք այդան։ Այսպես է։ Սա նշանակում է, որ մենք մոտ ենք վթարի, մենք մոտ չենք անվտանգության, որտեղ այս կանոնները շատ կարևոր էր, որ մենք հասկանանք եւ պահենք։ Որտեղ դու պետք է կանգ առնես հոգեվոր կյանքում, կանգ առ եւ մտածիր։ Որտեղ պետք է դու սահման տնես քեզ, սրանց յենքով անցնել չի կարելի։ Քեզ չի կարելի։ Միտեղ որտեղ ուղղություն է տալիս, թե ինչպես դրանով շարժվես, որ հասնես ճիշտ քո ուզած տեղը, ճիշտ ուղղությամբ։ Չէ՞։ Տեսնեք, դերեկա դրած է միակողմանի ճանապարհը, հետո քշում մտնում ես, որտեղ չես հասկանում։ Մտար այն կողմից էլ մարդը արխային գալիս է, գիտի իր ճանապարհն է, վթարն եղավ։ Օրինակ նավիգատորներ կան հիմա, շատերը ունեն։ Այդ նավիգատորը կարող է քեզ օգնել ճիշտ ճանապարհով տանելու։ Ինքը ասում է ճանապարհը, նշաններն ասում է, աջ թեքվեց, ցախ թեքվեց, ինչ արագությամբ կամ արագությունը գերազանցեցիր, քեզ օգնում է։ Բայց դու պետք է իրեն ենթարկվես։ Նավիգատորը ունի երկու կարևոր գործոն։ Մեկ կապ Սպուտնիկի հետ, պարտադիր։
մեկ էլ քարտեզ պետք է ունենա։ Սա մեր հոգևոր կյանքում էլ է գործում, ճիշտ էսպես։ Դու հավատացել ես, առաջինը պետք է կապ ունենա Սպուտնիկի հետ, ձեռքդ պարզի վերև ասա, Սպուտնիկը իմ տերն է, որ երկնքում է։ Երկրորդը պետք է ունենաս քարտեզը, այս էլ քարտեզն է։ Որտեվ այդ Սպուտնիկը նավիգատորը քեզ կտանի ըստ այս քարտեզի, ոչ թե ըստ քո պապուտ գծած քարտեզի։ Կամ ձեր եկեղեցական ավանդությունների կամ կարելներ, չի կարելների քարտեզով։ Եթե ուզում եք ճիշտ տեղ ասենք, մենք պետք է ենթարկվենք այդ նավիգատորի հրահանգներին։ Որ հանգար սխալ ես բանանում, չէ, ճանապարհը փոխեցիր ուրիշ ուղղությամբ։ Ինքը սիրով ասում է, դուք շեղվեցիք ճանապարհից։ Մի հատ ուրիշ բան է գծում, մի հատ ուրիշ ճամփակ, ես պետք է ֆրասնի բերի նորից այդտեղ։ Եթե մենք ունենանք այդ կապը Աստծո խոսքի եւ Աստծո հետ, միշտ այն սխալները, որոնք դուք անկում մարդ եք, էլի կարող եք թույլ տալ, քեզ կպտտեցնիք բերի ճիշտ ուղու վրա, որ դու ճիշտ տեղ ասնես, այլապես չես ասնի։ Սա շատ կարևոր։ Ուրեմն այս կանոնները որ կան, ոչ թե նրա համար է, որպեսզի դու չկորցվես, այլ նրա համար է, որ դու գործես համապատասխան ձևով, որպես Աստծո որդի քո ճիշտ արժանավել Աստծո որդու կեցվածքն ունենաս։ Վերստին ծնված մարդը, այո, կյանքի իրավունք ստացավ, բայց իրավունք չստացավ ինչպես ուզենա, այնպես վարվի։ Մի եղբոր հետ խոսում ենք, այս մասին ասում էր, հիմա ասենք վերստին ծնված մարդը ինչ ուզի, չէ, ինչ ուզենա չի անի։ Այո, Աստված քեզ կբերի ճշմարտության։ Բայց կարող է մեջքը ջարդի, այդպես բերի։ Դու կուզենաս ամբողջ մի կյանք ապրես 90 տարի, 100 տարի, բայց մեջքը ջարդած ինվալիդի կայլասկի մեջ։ Աստված քեզ էլի կտանի, բայց այսպես կտանի։ Ձերա տալիս։ Ախպեր չէ։ Ես ուզում եմ, որ մեջքս էլ ուղիղ լինի։ Գլուխս էլ չցավա, ոտերս էլ չցավա։ Համել ճիշտ քայլեմ, հասնեմ նպատակակետ։ Ոմանք արխային ընկնում են սրա համար, բայց վտանգը նրանում է, որ կարող է դու սկիել վերածնված չես, պատճառը դա է։ Սա արդեն դառնում է շատ վտանգավոր, եւ սրա բուժումը մենակ հենց վերածնվելն է, ուրիշ ոչ մի բան։ Եվ Տեր Հիսուսը առիթ չի փնտրում, որ քեզ դատի, առիթ է փնտրում, որ քեզ փրկի։ Հիշեք, միշտ Քրիստոսի նպատակը եւ մոտեցումն է ինձ եւ քեզ, որ քեզ փրկի, որդին մարդը չեկա, որ աշխարհը դատի, այլ որպեսի աշխարհը նրանով փրկվի։ Եկա, որպեսի փրկի քեզ, փնտրի կորսվածը ու փրկի։ Բայց հիշեք, Հիսուսի մասին, որ այդքան խոսում են շատերը, բարի, փրկիչ, արցունքն աչքերին, միշտ են անդունդի եզրին քեզ հանող, շատ սիրուն բաներ են ասում սրտաց ճմրի, ես այո, ճիշտ է, այդպես է, բայց մի հատ բայց եմ ասում։ Ինչի մասին, որ ես խոսում եմ այսօր երկուսից մեկը, մի օր այն մեկը Հիսուսը, որը այսօր փրկիչն էր աշխարհի եւ քո, վաղը որ վերադարձավ նրա երկրորդ գալստյան ժամանակ, ինքը դառնում է այս աշխարհի ահեղ դատավորը։ Ահեղ դատավորը։ Եվ Հիսուսը որ փրկելու է մեզ, չի փրկում անիրավ փաստերի վրա, այլ ճշմարտության փաստերի։ Դրա համար մեզ պետք է նաև տալ նրան հնարավորություն, որ նա մեզ կարողանա արդարացնել։ Ոչ թե ինչ ուզես արա, ասա մեկա փրկված եմ, այստեղ էլ ինձ քո ամենամեծ սխալը կգործես, որը էլ հետո չես կարողանա ուղղել։ Զգուշացումները մեզ պաշտպանում են։ Առաջին ինքնախաբեությունից։ Դու գիտեք, ամենավտանգավոր բաներից մեկը ինքնախաբեությունն է, որ մարդը իրան համոզել է, որ այդպես ճիշտ է, բայց ըստ այդպես չի։ Դա ճիշտը չի։ Երկրորդ, մարմնավոր ապրելակերպից։ Մարմնի ապրելակերպը, ասենք, ջուր խմելը չի, որ ջուր խմելը ինչ մարմնավոր մարդ էր, ես էլ քանի անգամ ջուր խմեց, չի, սի մարմնավորության հետ կապ չունի։ Մարմնավորությունը մեղքի են տեսակներն են, որոնց մասին հետո կան կառնեմ, այսօր չեմ ասել դրան։ Այսինքն դրանցից, որովհետև Աստծո խոսքը ասած չէ, սա է որ ցույց է տալիս, որ վիրուս կա, Աստծո խոսքն ասում է, որ մարմնի խորհուրդը մահ է եւ թշնամություն է Աստծո հետ։ Մարմնի խորհուրդը մահ է եւ Աստծո հետ ունեցած թշնամություն։ Աստիճանաբար սառեցումից է ազատում մեզ, որովհետև այդ ջերմությունը մեզ շատ է կարևոր, հոգևոր իմաստով եմ ասում։ Ուրեմն գիտեք, որ մարդը կարիք է զգում, բոլորս կարիք ենք զգում տաքանալու։ Օրինակ մենք չենք վառում այս ջերուցումը, այդ լրացուցիչ միացնում ենք, որ տաքանանք։ Սխալ է տաքանալը, չէ։ Հիմա մեկն էլ շոկում է։
Գալիս կամից ասում են, «Սեդրակ աղբերը դրանք անջատելի, շոկից խեղդվան»։ Ակնա այդ ով որ շոկ ասա պալտոտ հանավրից հետ։ Պալտոտ հանա չես շոկիլ։ Այ ես էլ մրսում եմ, ես էլ չեմ կարա պալտով, ես էլ եկել եմ սենց թեթև թրթրիկով էլ ակել եմ, ամել հազում եմ, թողեք ես էլ տակնամ, ես իրավունք չունեմ տականամ։ Հասկանալի է։ Այսինքն ջերմությունը կարևոր բան է։ Եվ խնդրում եմ ձեզ, ես միջանկյալ ասում եմ նաև, որ իմանաք, երբեք մի մտեք մեծ հասարակության մեջ, ուզեք բոլորին ենթարկեցնել ցերկը մաճույքին։ Դուք բոլորդ մեկ-մեկ ցեկտեք հարմարվել։ Ոչինչ, շոկ է, բան չկա, մեկ չէ թող շոկ լինի։ Դժոխքում ավելի շոկ է։ Բանդե ոնց կդի իմանաս։ Ուրեմն հարմարվենք։ Այստեղ ինչու ջերմության մասին ասեցի։ Մարդը ոչ միայն կարիք ունի արտաքին ջերմության, մարդը պետք է նաև ունենա ներքին ջերմություն։ Մենք ինչպես ենք ստանում մեր ներքին ջերմությունը։ Եթե մեկի սխալ կասեմ, դու բժիշկները ինձ չհալածեն, մոտավորապես եմ ասում։ Ուրեմն մեր ինչ որ մկանային հատվածներում կան ինչ ատոմներ, AF-ա կոչվում, ATF-ա կոչվում, չգիտեմ ինչ, ադենոզին եռաֆոսֆատ, չէ՞, այտենց ասում եք։ Տրիֆոսֆատ։ Տրիֆոսֆատն ու եռաֆոսֆատը նույն բանը չէ։ Տրին է, էլի։ Լավ, ասում եք ասած տրիֆոսֆատ։ Ուրեմն այնտեղ ատոմները տրոհվում են եւ արձակում է ջերմություն։ Եվ ջերմային կարգավորիչներ կան, չգիտեմ ոնց են գործում, որ մեր ջերմաստիճանը մարմնի պահպանում 36.5 կամ մի քիչ պլյուս մինուս։ Ներքին ջերմությունը մի քիչ ավելի շատ ասում են, մի 37 մինչև ասնում, բայց արտաքին ջերմությունը ոչ չափից այդքան։ Հիմա մենակ ներքին ջերմությունը երբեմն բավարար չէ, եթե դրսում շատ ցուրտ է։ Չի հասցնում քեզ տաքացնի։ Կարիք ունենք արտաքին ջերմության։ Մենակ արտաքին ջերմությունը, որը ներքին չէ, դու կմեռնես, որովհետեւ ներքին ջերմությունը բրծավ արտաքին, ուզում թող դնեն երացրած կացայի մեջ երցնեն, դու մեկը մեռնելու ես։ Հասկանալի է։ Այսինքն մենք կարիք ունենք ոչ միայն դրսից եկած ջերմության, այլ նաև մեր ներսից բխող ջերմության։ Եթե մենք ներսից չկանք որպես աստվածապաշտ մարդ, աստվածավախ մարդ, Աստծո ճանաչողություն ունեցող մարդ, այդ դրսից ինչքան էլ եկեղեցում քեզի ասեն, խոսեն, մեկի չհամոզեն, քաջալերեն, սիրտան, դա քեզ չի օգնելու։ Կամ կօգնի մի կարճ ժամանակ, մինչև որ վերջանաս, որովհետև դու ներքուստ չունես այդ նույն բաները։ Փաստորեն մենք կարիք ունենք եւ արտաքին հաղորդակցության, արտաքինից լսվելու կարիք, պետք ունենք նաեւ մեր ներսի Սուրբ Հոգուս եկած ջերմության, որ կարողանա մեր կյանքը պահպանել։ Նա կարող է, ուղղակի մենք պետք է տանք այդ հնարավորությունը, որ նա կարողանա շարունակել։ Վերստին ծնվածի մեջ կյանք կա եւ այդ կյանքն է ստիպում, որ դու պայքարես։ Հիմա մի հատ օրինակ բերեմ փոքր երեխայի վրա։ Բարուրի երեխա կամ առանց բարուրի, հիմա բարուրի երբ են կապում։ Փոքր նորազին երեխա, 2 ամս կան, 3 ամս կան։ Ինքը որ ծնվեց, ինչի կարիք ունի։ Կաթի։ Մեր երեխեքից մեկը անունը չեմ տակ, թե չէ խռովի կռվի։ Ասում է, ծնվավը բերանով բաներ ման գալիս։ Օրո տնոշեն մի իր գրուպի ամպիրքեզ հիմա դու թրջեն լո։ Այսինքն մեջից այդ կյանք, բնույթը կյանքի ստիպում է, որ ինքը ուտելիք ման գա։ Ինքը այդ կարա անի, ինքը չի կարող լինի, թե իր համար բան բերի։ Որ կաթը չտաս ինչ կանի, կասկսի լացել։ Քանի չես տվեք գլացի ինքն գլացի քթից հետ կբերի որ ասես այ բալես մի քունստանմա օգնած է մերա ընտրան հետա քիչ կոստուր ես վերջերս զարույն ցույցել տվեց բավական ծիծաղեցինք ես մեր փոքր իմ ծորնիկը իրանց թորնիկը ուրեմն մի քիչ կաթը ուշացրել էին հողասմա վայնասուն չէր դրել լացի արցունքներով լացում էր վերջը կաթը տվին հանգստացին հերն եկավ ասում որ տեսավ սկսեց բողոքել ոնց հասկացրեց որ կաթը ուշացրել իրիկ ամսվան երեխին իրիկ ամսական հորը հասկացրեց որ իմ կաթը ուշացրել են նրան ճիշտ եմ ասում գիտեք ինչու այդ լացա բողոքածիցա իր ներսի կյանքն է ստիպում որ նա պայքարի ապրելու համար վերածնված մարդը այսպեսի պայքար ունի իր մեջ որ ապրի կյանքն է ստիպում նրան բայց որ հանկարծ այդ կյանքը չեղավ Գիտեք, մերելները ոչ մի բանի կարիք չեն զգում։ Ուզում է երեխա լինի, ուզում է մեծ լինի, ուզում է սիրուն լինի, գեշ լինի, մեռած մարդին ոչինչ պետք չէ, ոչ արտաքին ջերմություն, ոչ էլ ներքին ջերմություն։ Երրորդ
պատճառը, որ վերստին ծվածին պահի արթուն։ Այդ զգուշացումները, որ քեզ արթուն պահի։ Ոչ մի անգամ չեն քաջալերում, որ դու մի անգամ փրկություն ընդունեցիր, ել քեզ բան պետք չի։ Քեզ պետք է, որպես դու զգուշանաս։ Փրկված ես լավ է, բայց զգուշացիր, ասի, այնքան բաներ կա, որ մեջքդ կարա կոտրի, եւ դու պետք է դրանք հաշվի առնես քո կյանքում։ Հիշեք, փրկությունը մեխանիկական չէ։ Ես լսել եմ մարդկանց, ովքեր իրենք ամբարիշտի պես են ապրում, անունով հավատացյալ են, իրանց երեխեքը ամբարիշտից ամբարիշտ, եւ գիտեք ոնց են բացատրում, ասում են, նրանք մեզնով սրբված են, այդպես է գրած, փրկված են մեզնով։ Կարող է քո կինը կսրբվի քեզնով, որ քո երեխան անսուրբ չծնվի, բայց երբեք առանց ապաշխարության, առանց Քրիստոսի ոչ մեկը երկինք չի մտնի։ Առանց Քրիստոսի արյամբ մաքրվելու, առանց դարձի գալու երկինքի ճանապարհ գոյություն չունի։ Այսինքն փրկությունը մի ասեք մեխանիկական է, մենք այ ազգը մեխանիկական փրկված ենք, այդպես չի։ Ոչ էլ վերստին ծվածի փրկությունը այնքան բան է դառնում, ասենք փխրուն, որ կարող ամեն մի ստից բանի սայթակել, էդ էլ չէ։ Մենք պետք է այս բանը հասկանանք։ Այո, մենք ապահով ձեռքերում ենք, բայց պետք է նաև հնազանդ լինենք Աստծուն, որպեսզի կարողանանք մենք վնաս չկրել, ինչպես Պողոս առաքյալն ասում է, որպեսզի մենք սատանայից վնաս չկրենք։ Իսկ այդ վնասները կարող է պատահել։ Ուրեմն քայլենք մեր կոչմանը արժանի, որովհետև զգուշացումը կենդանիների համար է, մեռածներին չեն զգուշացնում։ Մեռածներին զգուշացնում են։ Ինչ կնա զգուշացրա, բայց ինքը չի հասկանա քեզ։ Իսկ սպառնալիքները նրա համար են, որպեսզի վերստին ծվածին բերեն սրբության կամ սթափության բերեն, չծնվածին բացահայտման։ Մեկին բացահայտում է այդ խոսքը, որ հեչ բան չկա քո մեջ։ Մյուսին սթափեցնում է, որ ուշքի արի, դու ամբարիշտ չես, դու Աստծո որդի ես։ Մի օրինակ ասեմ, լավ կհասկանամ տնային տնտեսուհիները, օրինակ այս լոբով ճաշ ով է եփե հատիկ լոբիով։ Գիտեք չէ, որ լոբիների մեջ նաև կան փուչ հատիկներ։ Ոնց ջոկենք, որ տնես հատիկները չես կարա ջոկեցնել, նման են իրար։ Լսում ես ջրի մեջ, նրանք հետրդում են մեջ ջրի, մեջը տատար կա։ Էլան ջրի երես, հավաքի, թափի։ Տակին արդեն նորմալ մաքուր լուբին է։ Այսինքն կան բաներ, որ բացահայտում են մեկի փուչ լինելը, մեկին իսկապես լուրջ լինելը։ Հիմա մենք կարող ենք մի հատ միջոցառում կազմակերպենք, պարերով, բաներով, էսկոմենկում, մեկի փուչ լինելը վրազ երևում, մեկի էլ լիքը լինելն է վրազ երևում։ Ես մի երկու անգամ որ ասել եմ, անգամ հարսանիքների ժամանակ, ես դաժե զարմանում եմ, ասում եմ, լավ, այդ ճառը բռը, այդ դիվային երաշխիքների տակ ոնց են մեր թռում են չպտիկ մտիկ, ես չեմ մասնակցում, ասում եմ, կամ կհարամեմ ձեր վրա։ Ավելի լավ է ինձ մի կանչեք։ Նախ ես շատ վատ կզգամ, եկա կհարամեմ ձեր գլխի։ Ոնց եք դուք ուրախանում մի բաները, որի մեջ ոչ մի լավ բան գոյություն չունի, բացի գժվեցնելուց։ Անգամ հոպարս էլ ասում եմ, երաշխիքները մի քիչ ցածր արեք էլի, առաջելս ուրեմն նշանակում է այդ ամեն ինչի չէ, որ ինչքան ցենկա տվեք։ Մանք ամեն ինչը պետք է իր չափին համապատասխան լինի, որ գեղեցիկ լինի, որ դառնա մարդին բավականություն պատճառող։ Ուրեմն եթե նոր կտակարանը բոլորի համար լինել, նաև երեսնին չծնվածների, այդ դեպքում էլ խիստ խոսքերը ստապեցնող կամ ուղղություն, այսպես բաները իմաստ չեր ունենա։ Այս գիրքը ոչ միայն մուտքի գիրք է, այլ նաև ճանապարհի գիրք։ Վերստին ծնված, սիրելի իմ քույր, եղբայր, այս գիրքը մենակ մուտքի գիրք չէ, որ մտարու վերջ, սա նաև ճանապարհի ընթացք է, որ քեզ պիտի տանի մինչև վերջ, մինչև վերջ։ Եվ մենք այս քարտեզը երբեք չմոռանանք, որ պետք է կապ ունենա երկնային սպուտնիկի հետ, որ Տերն է, Տիրոջ ճշմարտությունն է։ Թող Տերը ների, որ սպուտնիկ նկատի ունեմ այն փարոսը, որը մեզ պետք է առաջնորդի։ Ուրեմն մի մատ ամփոփենք այսքան մասը։ Ես գոնե այս մի հատվածը դուրս կամ այսօր էլի։ Նոր կտակարանը հիմնականում գրված է վերստին ծնվածների համար։ Մենք սա ուսումնասիրեցինք։ Երկրորդ, զգուշացումները չի նշանակում, որ փրկությունը անվստահելի է։ Երրորդ, դրանք նշանակում են, որ փրկությունը կենդանի հարաբերություն է, որը դու պետք է ունենաս։
Վերստին ծնվածը կարիք ունի ոչ միայն վստահության իր փրկության վրա, այլ նաև սթափության։ Իսկ վերստին չծնվածի համար այդ խոսքերը կբացայի ընդհանրապես իր իսկական ով լինելու վիճակը։ Մեկը այս խոսքը Աստծո զանազանում իրարից բաժանում է եւ ցույց է տալիս, թե դու ով ես։ Իսկ եթե իսկապես իմ մեջ ինձ հետ իմ ասած բացասականն է, վերջ ես կորա, չէ, քանի դեռ ժամանակ կա դու ապրում ես, ունես հնարավորություն։ Իսկապես դարձի գալու, իսկապես ապաշխարելու, իսկապես վերստին ծնունդ ունենալու եւ քո մեջ սկի կյանքը գործել։ 90-100 տարեկան լինես ուշ չէ, բայց հենց աչքերդ փակեցիր, այսինքն գնացիր ես աշխարհից, արդեն ուշ է։ Ինչ ես կարող ուղղել։ Տեր Հիսուսը իր աշակերտներին զգուշացնում էր. ոչ ամեն ինձ Տեր ասողը կմտնի երկնքի թագավորություն, այլ նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը։ Այդ օրը շատերը ինձ կասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կասեմ. ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք բոլոր անօրենություն գործողներ։ Մատթեոս 7:21-23։ Այստեղ եթե կարդանք կտեսնենք. քո անունով մարգարեացանք, քո անունով հրաշքներ արեցինք, քո անունով դևեր հանեցինք։ Այստեղ կրոնական ակտիվությունը կա։ Եվ Տերը չասաց, տես բան չի եղել։ Դուք դևերի միջոցով եք արել, չէ։ Չժխտես Տերը։ Բայց կողքին բերես դրեց, ես ձեզ չէի էլ ճանաչում, որովհետև դուք անօրենություն էիք գործում եւ դրանով էիք ապրում։ Իսկ ինչու ձեզ չէր անհանգստացնում այդ անօրենությունները, որ անում եք, որովհետև ձեր մեջ կյանք չկար, որ դուք կզգաստանեիք, հասկանայիք, զգայիք։ Ռոբոտի պես մենակ մեխանիկական խոսքեր ես լսել, բայց քո մեջ կյանքը չի տարել դրան, որովհետև դու վերածնունդ չես ունեցել։ Դու սովորական մարդ ես եղել։ Իսկ սովորական մարդը չի կարող Աստծո հոգու եղած բաները հասկանալ։ Շնչավոր մարդը Աստծո հոգու եղած բաները չի հասկանում եւ չի էլ կարող հասկանալ։ Բայց հոգևոր մարդը քննում է ամեն բան ու չի քննվում ոչ մեկից։ Տարբերություն զգացինք երկուսից մեկի։ Այո, զգացինք։ Ուրեմն սա զգուշացնում է հավատքի անվան տակ ապրող մարդկանց եւ ոչ թե դրսից եկողներին, այսինքն մարդիկ, որոնք ներսում են ապրում, բայց ներսից չեն։ Առաքելական ուղերձները ուղղված եկեղեցիներին։ Տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը Կորինթացիներին։ Կամ չգիտեք, որ անիրավներն Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Հիշում եք, կանգ առանք։ Հիսուսն ասաց, անիրավը թող ավելի անիրավանա։ Անիրավներն Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Մի խաբվեք, ոչ պոռնիկներ, ոչ կռապաշտներ, ոչ շնացողներ, ոչ իգացողներ, ոչ արվամոլներ, ոչ գողեր, ոչ ագահներ, ոչ հարբեցողներ, ոչ զրպարտողներ, ոչ էլ հափշտակողներն Աստծո արքայություն չեն ժառանգելու։ Կարող է վերածնվածել անգամ այսպեսի բաներ անել, հնարավոր է, բայց սայթակում որպես ոչ թե քո կյանքի չափանիշ։ Վերստին ծնվածը արագ իրան կստավի, դուրս կբերի, որտեվ կզա, սա իմը չէ, սա ես չեմ, սա իմ Աստծո ուզածը չէ, դա իմ ներքին բնույթը չէ, ես ինչ հիմար վիճակի մեջ չընկա, ես ինչ արեցի, բայց չվերածված մարդը կմնա հենց այդպես, որտեվ նա չի կարողանա դա զգալ եւ հասկանալ։ Նա կմտածի, որ մարդկանց ֆրացրեցի, բայց ասում չեք կարող դուք խաբել։ Այսինքն իրանց արածի մեջ ակտիվություն կա, բայց կյանքը կարող է չլինել։ Ինչ է գրված Կորինթոսի եկեղեցում, որովհետև Կորինթոսի եկեղեցում կային մարդիկ, ովքեր անունով էին հավատացյալ, բայց ապրում էին առանց ապաշխարության։ Սրանք հետո կան կառնենք այն որոմներն էին, որոնք շատ նման էին Սորենին ու նույն դաշտում էին ցանված, բայց նույն սերմից չէին։ Պողոսը չի ասում, այսօր բոլորդ կկորցվեք։ Եթե այս ապրելակերպն է քո վիճակը եւ հանգիստ ես զգում քեզ, դու քեզ խաբում ես։ Սա է նշանակում։ Դու կամ իսկապես վերստնծված ես, կամ չես հասկանում, թե դու ով ես եւ ես ուր ես եկել ասել։ Ուր ես եկել ասել։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 16-17 խոսքը։ Ուրեմն եղբայրներ, մարմնին չենք պարտական ըստ մարմնի ապրելու, որովհետև եթե ըստ մարմնի ապրենք կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք։ Ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիներ, որովհետև դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին, որով աղաղակում ենք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա նաեւ ժառանգներ Աստծո, ժառանգակիցներ Քրիստոսի։ Եթե չարչարանքներին հաղորդ եղանք, ապա փառքին էլ հաղորդ պիտի լինենք կամ չարչարանքներին կցորդ եղանք, փառքին հաղորդ պիտի լինենք։
Հռոմեացիների 8:12-17։ Իսկ այս նույն գլխում գրված է նաև որ այլևս դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Ուրեմն տեսեք, միտը ասում որ մարմնի խորհուրդը մահ է, այս բաները կա իր մեջ բառնակով, միտը ասում Քրիստոսի մեջ եղածների համար դատապարտություն չկա։ Ինչու՞։ Որովհետև Քրիստոսի մեջ եղածը վերածնված մարդն է, նա հաշտ չէ դրանց հետ։ Կարող է կեղտոտվել սրանցից, բայց կմաքրի իրեն, չի մնա այդպես։ Իսկ եթե մարդի ներսն է խավար, արդեն դրսի լույսը նրան չի օգնի։ Հիմա կամ հայտության թղթի վրա ու հեսա մի 5-7 րոպեից երևի վերջացնեմ։ Եփեսոսի եկեղեցի։ Տերն ինչ է ասում Եփեսոսի եկեղեցուն։ Հիշիր որտեղից են գար, ապաշխարիր, եթե ոչ կգամ քո աշտանակը տեղից կշարժեմ, կամ քո ճրագակալը տեղից կշարժեմ։ Ինչու մեր վտանգը, ոչ թե ասում էր դու փրկված չես, այլ ասում էր, որ քո վկայությունը ու կանչը կկորսես, ես որ եկա քո հետ ուրիշ լեզվով եմ խոսելու։ Ինչպես ես ասի հայկին ծեծում էի, բայց չէի ծեծում, որտեղ հայկին թշնամի էի, կարող հայկի աշկին ես թշնամի երևա, բայց հայկը իմ որդին էր։ Այդպես հնարավոր է Աստված քեզ խիստ վարվել քո հետ, դու շատ վատ պատկերացնես Աստծուն, բայց Աստված քեզ փրկել է ուզում։ Նրա ծեծը քո հանդեպ հայրական է, բայց քո աննազանդությունը պետք է կոտրվի եւ դաստիարակվի։ Սա է հարցը։ Իսկ Աստված դա կարող է անել։ Իսկ ճրագը, որ ունի, ճրագը ինչ որ փրկության դիպլոմ չէ, որ տվել են, всё, դիպլոմն ունեմ, հեսա ծերս է։ Ճրագը ընդամենը լույս տալու համար է, քեզ քո ճանապարհները լուսավորելու եւ Աստծո խոսքը կարող է դառնալ մեր համար որպես ճրագ։ Քո խոսքնի ոտքերին ճրագ է եւ իմ շավիղներին լույս։ Այդ ճրագը պետք է լույս տա քո շավիղներին, որ դու քայլես Աստծո արահետներով, ոչ թե քո ուզածով, ոչ թե ավանդություններով, ոչ թե պապինական սովորություններով, ոչ թե գերեզմանապաշտություններով, ոչ թե արբեցողություններով, ոչ թե անիրավություններով, այլ Աստծո շավիղներով։ Ահա, ուրեմն մեռելը կարող է կենդանության նշան ցույց տալ, կարող է ցույց տալ մեռելը կենդանության նշան։ Հիմա ես ասեմ, որ կարող է ցույց տալ, բայց խափուսիկ։ Փոքր երեխա էի, ուրեմն կարող է հոպարնել իշի, որ պատմեմ։ Գիտեք, առաջ որ մարդը մահանում էր, լողացնում էին, մորգ են տանում, այնտեղ ինչ պետք է այնտեղ են անում։ Անում էին դուրսը կամ որևէ առանցին սենյակ, տաշտ էին տնում, դե ուրիշ այնտեղ ինչ կար, բաղնիկ էլ չկար այդ ժամանակ, դրում ինչ բաղնիկ։ Սարը ջրով լվացնում մաքրում էին էլի այդ։ Ուրեմն պապս պատմեց, ասում է, դե գնացել էր որպես մեծ մարդ, իր հասակակիցներից մեկը մահացել էր, օգնում էին, որ լողացնեն։ Դե ասում է, որ պարկած տեղից հանեցինք, դրինք տաշտի մեջ էսենց թեքեցինք, ստամոքսի մեջ օդ կար էլի, գազը մեկ էլ գղթաց։ Ասում է, այդ տղեն ցելեքսես գլուխը, հերս սաղա, հերս միաս անում ու միաս։ Հերս սաղա, դու ասում ես նոր կանչիկ ասենք, այ տղա, ասում է գղթաց։ Հա, կարող է մեռել գղթա, ոչ թե գղթալը չեղա, որ ինքը կենդանի է։ Այդպես մի մարդ, գալիս է եկեղեցի, իր արածը ինչ է 50 տարվա մեջ, մի հատ գղթացել է։ Ինքը կենդանի է։ Լիքը քարոզիչներ կդեք ու ասեն կենդանի է, երկինքի տիրոջ աչում նստած է, չգիտեմ, հաղթողների շարքում, այ բալամ։ Ինքը նախ կենդանի չէ մեռածել, մեկ էլ իրար տվեցին, մի հատ գղթացել ընդամենը։ Բարդ է։ Հիմա ուրեմն չի կարող նա կյանք ցույց տալ, որովհետև ինքը մահացած է։ Եթե մի բան ստացվի, այդպես բան կարա ստացվի։ Կամ Լավոդիկեի եկեղեցուն ու վերջացնեմ։ Տերն ասում էր, գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ էլ տաք։ Երանի սառը լինեիր կամ տաք, ուրեմն քանի որ գաղջ ես եւ ոչ էլ տաք կամ սառը, հիմա քեզին բերանից դուրս փսխելու վրա եմ։ Հիմա Լավոդիկեի եկեղեցին նույնպես եկեղեցի էր։ Չէ՞։ Սա չէր ասում ամբարիշն, ասում է այդ եկեղեցուն։ Եվ այս եկեղեցին հայտնության մեջ գրված այդ 7 եկեղեցիների ամենատկար եկեղեցին էր։ Մի հատ լավ բան չես կարծում սրա մասին։ Մի հատ լավ բան չկա։ Բացական։ Իդակշիա վերջում նայում ես դերն ասում է, ով որ հաղթի իմ կողքին պիտի նստի, ինչպես ես հաղթեցի, նստեցի իմ հոր կողքին կամ իմ հոր աչքում։ Բայց այդ եկեղեցուն չասած, որ դու կորած ես։ Ասած
Դեղ արվ դիր աշկերիդ որ կարդամ այդ մասն ավելի լավ։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնիր ինձանից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, սպիտակ զգեստներ, որպեսի հագնես ու քո մերկության անվայելչությունը չերևա։ Աշկերիդ դեղ դիր որ տեսնես, ում ես սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում։ Ուրեմն նախանձախնդիր եղիր եւ ապաշխարիր։ Ահա ես դրան արժեվ կանգնած եմ ու բախում եմ։ Եթե մեկը իմ ձայնը լսի ու բացի դուռը, նրա մոտ կմտնեմ, նրա հետ կընտրեմ, նա էլ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա գահին, ով որ ականջ ունի թող լսի, թե ինչ է հոգին ասում եկեղեցիներին։ Ուրեմն այս եկեղեցին հպարտ, գոռոզ եկեղեցի էր։ Այդպես էին սովորել։ Մենք կանք, որ մենք կանք մյուսներն ով են, մենք ամենալավն ենք, մենք ամենախելացին ենք, մենք ամենաճիշտն ենք, մենք հոգով ենք շարժում, կան էլ ես կան, լսում ես չես ուզում շարունակես լսել, ասում ես, ինչ եք ուզում ցույց տաք, էլի։ Եվ դուք տեսել եք այն սպորտսմեններ կան, բռնցքամ մարտիկները, կան մի թիթիզներն էլի, որ ելել են նոր են ելում ռինգի, հələ չեն հաղթել։ Ասենց են անում, չեն ասում, մի հատ անար գալիս, բան են ցույց տալիս, ծափ տվեք, ես արեք, կապիկությունը պարում են, ես նայել եմ, լավ, ես կապիկին բերել եմ, ցիրկա ինչ է, հեսա դու ռինգ ես մտել, հեսա կտակ, մի հատ են ես տպոց են կերը, պարկած են նասիրգով եկե տարել են, այ բալա, միշի թիթիսար, հիմա ես եկեղեցին է, ես մեծատուին էի ու արստացա, ու էլ ոչ մի բանի կարոտ չեմ, հա, տերն էլ ասես, դու կույր ես, թշվար ես, մերկ ես, ինչ ես, աղքատ ես, այո, աղքատ ես, Մենք ով ուզի, որ Տերը քեզ ասի, ինչ ես թիթիզ է, այդ ինչիդ վրա ես թիթիզ է, այդ ոնց ասի, այդ ինչիդ վրա ես տենց երգում։ Քո կյանքդ նայում ես ոչ մի բան, բայց երգում ես ինգի։ Ուրեմն, սա նշանակում է, որ Լավոդիկե եկեղեցին անհամապատասխան վիճակ ուներ Քրիստոսի հետ։ Նա լսված էր կեղծ ինքնաբավարարությամբ, բայց ամեն բան կորած չէր։ Եթե այսպես չլիներ, Տերը ցույց տար նրա մեռած լինելը, բայց Տերն ասաց, որ արայես բաները աչքերի տեղ տեսնես, չէ՞, զգեստները հակիր, որպեսզի քո մերկությունը ծածկես, արա այս բոլոր բաները, որովհետև եթե դրանք բոլորը անես, դու վերականգնում ես քո ճիշտ կարգավիճակը, նշանակում է վերածնված մարդը կարող է ուղղել եւ իր կարգավիճակը շտկել։ Իսկ չվերածնված մարդը դու փորձեք ինչ ուզեք արեք, մեկը այդ մարդը ասում անամ սերավնո։ Երիկա գլխիս ավետարան կարդակ, ոչխարը սարն անցավ։ Դու այստեղ կասես ինչ-որ Իվան, ինքը տունը կանի լրի մի ուրիշ բան։ Այսքանը եկող անգամ, եթե Տերը կամենա ողջ մնանք, լա շարունակենք, էլի այդ 2-1-ին բան չգնացինք։ Դա չմտա, լա չեմ սկսի այդ 2-1-ը։ Կմտնենք 10 կույսերի կյանք, այդ մասին մենք շատ ենք խոսել, բայց մեկ ինչ մասնագի բաների վրա կառնենք, թե որտեղ երևաց այդ կույսերի հիմարությունը եւ արդյոք նրանք վերածնված էին։ Արդյոք նրանք հենց հարսն էին։ Ու կտեսնենք, որ չեմ ասի, մնա մյուս անգամ։ Այսով շատերն են խապնված, սպասում են Քրիստոսին, հանկարծ կյանքի վերջում Բելիարն է գալիս իր հետևից։ Սպասում են Գաբրիելին, Սադայելն է գալիս իր հետևից։ Այդ ժամանակ կլինի այդ մարդու ամենամեծ հիասթափությունը։ Տերը օրհնի ձեզ։